Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է աղմուկը, որ բարձրացել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս կազմակերպված շքեղ հարսանիքից հետո։ Ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ինչ պետք է տեղի ունենա։ Համերգ տեղի ունենա, այն որ ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ ստեղ կարա սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները հավելյալ գումար ստանան, վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն եւ հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան, չեկեք ձեր չտանք չմոտենաք համալիրին։ Փաշինյանի խոսքով նույնն է վերաբերմունքը նաեւ հայկական եկեղեցիների նկատմամբ։ Նրան դուր չի եկել եկեղեցիների սանիտարական վիճակը։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես բարդ ինչի համար է եկեղեցի մտնում ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես դեմ այստեղ աղբալցրած, այնտեղ աղբալցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնա վերը դրել։ Հետո Փաշինյանն անդրադարձավ պետական մարմինների կողմից պետական գույքը անարդյունավետ օգտագործելուն։ Հիմա կառավարությունն առաջարկում է նոր կարգավորում, ըստ որի պետական մարմիններին անշարժ գույքը տրամադրվելու է վարձակալությամբ, վճարներն ուղղվելու են պետական բյուջե։ Բայց էլի մեկը գումարը տալու է պետական բյուջեն։ Մենք սա անում ենք ֆինանսական մեր հոսքերը կարգավորելու, ավելի տեսանելի դարձնելու եւ կառավարումը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այսինքն հիմա ենթադրում ենք կառավարության շենքն ենք վարձակալություն։ Այսինքն այնտեղ ֆիքսվելու ենք ինչ որ առումով գույքի քառակուսի մետրով եւ այլն տենց չափանիշներ ենք դնելու, որ հիմնարկների ղեկավարները իրանք ցերթին ասեն, բա մի րոպե ինչ ենք այսքան քառակուսու համար վճարում, եթե այդ քառակուսիները չենք օգտագործում։ Կառավարության որոշումներից մեկն էլ վերաբերում է ուժային կառույցներում ծառայողներին։ Պաշտպանության նախարարությունում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապազորքերում ծառայության անցած սպաները բնականon ձեռք կբերեն հիպոթեկային վարկավորման պետբյուջեի միջոցներով։ Շահառու սպան սահմանված գումարի չափով 35 միլիոն դրամ կարող է բնականon կամ առանձնատուն ձեռք բերել Երևանում կամ մարզում։ Սահմանված ժամկետի ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում հիպոթեկային վարկավորման պայմանագրով վճարումները պետբյուջեից կդադարեն։ Ավելին, զինծառայողը կպարտավորվի բյուջե վերադարձնել այն գումարները, որ վճարվել է պետբյուջեից հիպոթեկային վարկավորման պայմանագրի շրջանակներում։